Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի կարծիքով այսօր Իրան-Միացյալ Նահանգներ Իսրայել հակամարտության համատեքստում դժվար է պատկերացնել, որ Իրանի սահմանից մի քանի 100 մետր հեռավորության վրա կարող է կառուցվել հայ-ամերիկյան համատեղ ենթակառուցվածքային նախագիծ, բայց նրա խոսքով մենք դեռևս ծրագրի իրավական փուլում ենք, եւ այս պահի դրությամբ մեր միակ անելիքը բանակցությունները շարունակելն է Միացյալ Նահանգների եւ մեր երկու հարևանների հետ նախագիծը իրականացման փուլ հասցնելու համար։ Երբ որ դա հասնի իմպլեմենտացման փուլ եւ արդեն օրինակ բանը հասնի շինարարությանը հիմնարկեքին, այդ ժամանակ մենք կտեսնենք ինչ վիճակը աշխարհաքաղաքական, արդյոք այս շիկացվածության միջազգային հարաբերությունները դեռևս պահպանվում են, թե հաղթահարվել են դրանք, եւ նոր խոսանք շինարարության մասին։ Մեր բախտը ինչ որ առումով նաեւ Բերլին առումով, որ մենք հələ չենք էլ հասել շինարարությանը, որ ակտուալ լիներ ընդհանրապես խոսակցությունը թրիփը կենսունակա թե կենսունակ չի։ Իսկ ընդհանրապես, երբ Իրանի եւ Միացյալ Նահանգների հետ չլինեն այս տեմպի ռազմական գործողություններ, Քոչինյանի համոզմամբ թրիփի առումով խոշոր հաշվով որևէ խնդիր չկա։ Ինչու՞։ Որովհետեւ եթե մենք նայում ենք Իրանի աչքերով, ապա իր հարևանությամբ կա շատ լուրջ ամերիկյան ռազմական ներկայություն իրենից արևմուտք եւ իրենից հարավ։ Իրենից հյուսիս եւ հատկապես Հայաստանի տարածքում որևէ քիչ շատից լուրջ ներկայության մասին խոսելը ավելորդ է։ Սա ըստ էության լինելու է համատեղ ֆինանսական պրոյեկտ։ Սա համատեղ ընկերություն է լինելու, այստեղ ռազմական ուժային ներկայություն Միացյալ Նահանգների չի լինելու։ Մյուս կողմից Միացյալ Նահանգների կողմից դարձյալ իրանք շատ լավ գիտեին այդ երկաթգիծը որտեղ անցնում, ինչև էս խոսակցության մեջ մտնելը, իրանք գիտեին, որ դա Իրանի սահմանների երկայնքով է անցնում, եւ իրանք մտել են այս խոսակցության մեջ։ Իսկ այս խոսակցության մեջ մտնելով Միացյալ Նահանգներն ունի միանգամայն այլ նպատակներ, կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նրա խոսքով թրիփի ամբողջ իմաստն այն է, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերահսկի Իրանի հյուսիսը, հեղափոխություն կամ ռազմական ներխուժում իրականացնի, եւ այդ փուլը եկել է, որը կամ հաջողվելու է, կամ ոչ։ Եթե դա հաջողվում է, թրիփը իր իմաստը բնականաբար կորցնում է, արդեն Իրանում իշխանափոխություն է տեղի ունենում, նոր ռեժիմ է գալի եւ քաղաքականությունը փոխվում է։ Եթե դա չի հաջողվում եւ չի ստացվում Ադրբեջանի եւ Թուրքիայի ներքաշել պատերազմի մեջ Իրանի հանդեպ, այդ դեպքում նույնպես թրիփը իր իմաստը կորցնում է։ Թրիփը ես կարծում եմ այս պարագայում մնում է կենսունակ, որտեղ ամբողջ միջին միջանցքի կոնցեպտը, որը օրինակ Թուրքիայում եւ Միացյալ Նահանգներում տեսնում են հենց թրիփը դրա մի մաս, ինչն է, որ միջին Ասիայի, կենտրոնական Ասիայի հետ կապը չանցնի որևէ տարածաշրջանային կամ համաշխարհային տերության տարածքով, այլ անցնի հարավային Կովկասով։ Եվ ինչ վերաբերում է հաղթելու սցենարին, որը այս իրականում պարագայում մի քիչ ավելի քիչ հավանական է, ապա մենք վերադառնում ենք ըստ էության նախորդ փուլում եղած տրամաբանությանը, երբ որ կա առճակատում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, այդ նորից թրիփը այդ առումով իր հունով պետք է ընթանա։ Կլինի արդյոք թրիփի մասով երրորդ տարբերակ։ Ստեփան Դանիելյանը դժվարանում է որևէ կանխատեսում անել, քանի որ ըստ նրա այսօր աշխարհաքաղաքական իրադարձությունները զարգանում են շատ մեծ տեմպերով եւ խառնում բոլոր խաղաքարտերը։ Եվ խոսել այն մասին, թե ինչ զարգացումներ կարող են լինել ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում, արդեն շատ դժվար է եւ ես կարծում եմ, եթե որևէ մեկը կանխատեսումներ անի, իրեն լուրջ պետք է չի վերաբերվել։ Թրիփ ծրագրի վիժեցման հարցում Արեգ Քոչինյանը մինչ այս որպես հիմնական գործոն դիտարկում էր միայն Ռուսաստանին, որպես մեծ ներուժ եւ հարավային Կովկասում նշանակալի ներկայություն ունեցող երկրի, սակայն այս փուլում նրա խոսքով անգամ այդ հավանականությունն այլևս չկա։ Փոխարենը կա ընդամենը մեկ իրադարձություն, որը կարող է ազդեցություն ունենալ թրիփի իրականացման ընթացքի վրա՝ խորհրդանական ընտրությունները։ Եթե Հայաստանում խորհրդանական դեպքերի արդյունքում կան ուժեր իշխանության, որոնք դեմ են ընդհանրապես թրիփ պրոյեկտի իմպլեմենտացմանը, վերջո դա Հայաստանի տարածքում իմպլեմենտացվող պրոյեկտ է, ապա դա միակ տարբերակն է, որտեղ որ թրիփը չի իրագործվի ըստ էության։ Թե թրիփի շուրջ իրադարձությունները որ սցենարով կզարգանան, ցույց կտա ժամանակը։ Տիգրան Հովակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։